Ղազարոս աղայան մեր ժողովրդին ամբողջ ցավն ու դարաբանքը, ինչպես նաև ապրելու ուժն ու գամքը կխտացնե մեկ բանաստեղծության մեջ, ձայն նմանցնելով ձիձեռնագիմը, որ անընդհատ կնորոգե ու կշինե իր փույնը, չմոռնալով իր անցյալը։ Ձիձեռնագը փույն էր շինում և շինում էր և երգում։ Ամեն մեկ շյուղ կպցնելիս առաջվա փույնն էր հիշում։ Ամեն մեկ ջուղ, բզդիկ ջուղմը փակցուցած ժամանակ ձիձեռնագը իր հին տունը կհիշեր։ Մեկ անգամ էր նա փույն շինել և շատ անգամ կարկադել։ Ձիձեռնագը մեկ անգամ շինած էր իր փույնը և ստիպված եղած էր անընդհատ նորոգելու ձայն։ Բայց այս անգամ վերադարձին փույնն ավերակ էր գտել, սակայն այս անգամ տունը ամբողջությամբ քանդված կտեսներ։ Բայց ան չէր հուսահատեր։ Այժմ նորից փույն էր շինում, և շինում էր և երգում։ Ամեն մեկ շյուղ կպցնելիս առաջվա փույնն էր հիշում։ Ան չէր հուսահատած և նորեն սկսած էր շինել իր փույնը։ Հաջորդ համարը իմ կարծիքով ամենեն հուզիչն է, որովհետև հոն կներկայացնե ամենեն մեծ ցավը՝ ցաքուկներուն կորուստը։ Նա հիշում էր անցած տարին իր սնուցած ցաքերին, որոնց ճամփին հափշտակեց արյունարբու թշնամին։ Ձիձեռնագը ցավով կհիշե իր գործընծուցած ցաքերը, որոնք հափշտակվեցան արյունարբու թշնամիին կողմէ։ Սակայն ի հեճուկս ամենեն մեծ դժվարության, ամենեն ցավոտ հիշողության, ձիձեռնագը կշարունակե շինել, նորեն կառուցել իր փույնը, իր տունը, իր հայրենիքը։ Ու ամեն անգամ, երբ նոր շյուղ մթնե, երբ նոր ջուղ մթնե անոր վրա, կհիշե իր հին օրերը։ Մեր մեղքով թե օտարին հայուն համար ապրիլը միշտ էլ դարաբանք ու չարչարանք եղած է։ Սակայն ի հեճուկս այդ բոլոր դժվարություններուն ապրելու և արարելու գամքը, ինչպես նաև հազարամյա պատմության հիշողությունը մեզի ուժ տված են, որ նորեն շինենք մեր տունը, նորեն շինենք մեր հայրենիքը։ Լավ եղեք, հաջողություն բոլորիդ։